Նոր կառավարությունը ձևավորվելու նախկին կազմիցում կուզեիք տեսնել նոր կառավարությունում։ Դե հին կազմից հիմնական 50%-ը որ մնա շատ լավ է, Կարան Կարապետյանի գլխավորությամբ։ Ճիշտն ասած, ես Կարան Կարապետյանին ընդունում եմ, որպես վարչապետ, որպես անձ, եւ լավ կազմակերպիչ։ Ես իր հետ հույսեր եմ կապում, ինչը ճիշտ կառավարություն կտրի։ Եվ հույսով եմ, որ բոլորիս վիճակը պետքա որոշակի լավանա։ Կուլտուրայի եւ այլ այդ փոխումը ես ճիշտ եմ ընդունում, առաջվա ես ճիշտն ասած այն մասի նախարարների հետ ու այլ կարծիք էի, որը փոխվել է։ Դե մնում է միասին աշխատեն։ Ինչպես կգնահատեք նախարարների աշխատանքը։ Երևի թերություն է, բայց ես ոչ մեկին չգիտեմ եւ չեմ էլ հետաքրքրվում։ Ոչ մի նախարարից չեք ճանաչում։ Ճանաչում եմ իհարկե, բայց ասենք չեմ հետաքրքրվում նմանատիպ հարցերով, թե ով տեղ է կգրավի։ Բայց 8 ամիս է արդեն նոր կազմ կա, նոր նախարարներ, որը փոփոխություն զգացել եք։ Չեմ զբաղվում, որովհետեւ չեմ համարում ճիշտ։ Իսկ որ ոլորտում եք աշխատում։ Ստագետեմ։ Մշակույթի ոլորտում կոնկրետ փոփոխություն զգացել եք 8 ամսվա մեջ։ Դե իհարկե փոփոխություններ միշտ կան։ Դեպի լավ ու դեպի վատ։ Գուցե լավ, այո։ Վարչապետը երբևիցե ժողովրդի հետ խոսացել է, ժողովուրդը ինչ է ուզում։ Իրանք իրանց որոշում են, իրանք իրանց կայացնում են իրանց որոշումները, ով է ժողովրդին հաշվում։ Ոչ ոք։ Այս պահին մենակ դա կարամ ասեմ, որովհետև մեծամասնությունը գրեթե նույն կարծիքի են։ Ում կուզեք տեսնել։ Չունեմ ոչ մեկ ղեկավարի վրա, որ կարող է այս երկիրը ինչ-որ փոխի, հույս չունեմ։ Երբքում ինչպես եք գնահատում նախարարների աշխատանքը, ով կուզեիք մնա։ Ոչ բավարար, ոչ մեկին։ Ես 8 ամիս ասում են շինարարություն սկսելու, աշխատանք սկսելու, ես ինքը շինարարեմ, բայց ոչ մի բան չկա։ Լա սպասում ենք, տեսնանք երբ կսկսեն։ Առողջապահության նախարարը ոչ մի բան չի անում։ Այն նախնինն է հիմիկե։ Կարգ ունեմ, գնում եմ, որ դեղերը ասում եմ, ցանկում չկա։ Ճշմարտ դեղից բացի ոչ մի բան ցանկում չունեմ։ Ալերգիայի դեղ չկա, այն մյուսը չկա, այն մյուսը չկա։ Ինչ ասում ես, ասում չկա ցանկում։ Բա երբ պիտի լինի։ Արփինե Հովհաննիսյան։ Բայց ես կուզեի տեսնել իրան նախարար որպես, որտեղ խելացի աղջիկ է։ Կարեն Կարապետյանն վարչապետ, մյուսներին էլ չեմ կարող ասեմ, մոտավորապես քաղաքականություն քիչ եմ զբաղվում։ Կարեն Կարապետյանն հաստատ ուզում եմ, որ մնա վարչապետ, մյուսներին չեմ կարող ասեմ։ Իսկ ինչպես եք գնահատում նրանց աշխատանքը այս 8 ամիսների։ Կարեն Կարապետյանի Ամբողջ կառավարության նախարարների։ Նախարարներին է։ Միջակ։ Կուզենայի ցանկանալ տեսնել գիտակ, պրոֆեսիոնալ, իրենց մասնագիտությանը լավ տիրապետող, մեր ժողովրդին սիրող, հայրենիքը սիրող մարդկանց, որպեսզի դուրս գանք այս վիճակից։ Իսկ ում կուզեք, որ վերընտրվեր, վերանշանակվեր նորից որպես նախարար, իսկ ում ոչ։ Մշակույթի նախարարին կուզեի վերընտրվեր, Սփյուռքի նախարարին։ Ինչ ասեմ, ոչ մեկի երևի։ Չգիտեմ, ոչ մի սպասելիքներ չունեմ, որ կփոխվի, ինչ որ կբարեփոխվի, որ ինչ որ մեկին տեսնեմ։ Չգիտեմ, տենց։ Որ նախարարի աշխատանքից եք գոհ եւ որից դժգոհ։ Կարապետյանից գոհ ենք, բայց չգիտենք ժամանակավոր բնույթ է, թե շարունակական կլինի, դա էլ չեմ կարող ասել։ Նախարարներին չեք ճանաչում։ Ճանաչում ենք, բայց իրաց գործերը չգիտենք, ոնց որ ասում են մենակ, որ լավ կլինի, բայց ոնց որ բոլորը հենց էլ մենք չենք հավատում բնավոր։ Իսկ վարչապետը վերանշանակվել է նորեցի պաշտոնում, դուք ինչպես եք այս նորությունը ընդունում։ Լավ լինի, երևի մի անգամից չի լինի, էլի պետք է կամաց-կամաց շատ է բաց թողած, դե հավաքեն երևի մի բան կանեն, էլի, որովհետև ուրիշ ճանապարհ չունենք։ Ճիշտն ասած, բացի վարչապետից ուրիշ մարդ չկա։ Ինչպես եք գնահատում նրանց աշխատանքը։ Եթե նորմալ աշխատեն իրենց գործը կատարեն, ամեն ինչ լավ կլինի։ Այս 8 ամիսները նկատի ունենալով ըստ ոլորտների, որ նախարարն է հաջողել եւ որը ոչ։ Մենակ գյուղնախարարության մասին եմ լսել, որ ինչ առաջընթաց կա։ Մնացածի առումով չեմ կարող պատասխանել։ Դե գիտեք չկա, նախարարն էս բանը, որ պիտի վարչապետը հսկի։ Եթե նա հսկեց, սեղմեց, լավ կաշխատի, եթե չսեղմեց, բաց թողեց,
չեն աշխատի։ Շատ պեսիմիստորեն կլինի արտահայտած կարծիքս, բայց ասեմ, որ ոչ մեկի աշխատանքից էլ գոհ չեմ, որովհետև դրական որևէ տեղաշարժ չեմ տեսնում։ Այսինքն գոհ լինում ենք որ դեպքում, եթե տեսնում ես, որ բարելավում է ժողովրդի սոցիալական վիճակը, մարդիկ ավելի ուրախ են, երջանիկ ժպիտներով, այսինքն դա գալիս է իրենց բավարար կենցաղից, գոնե բավարար, որովհետև ուղղակի ողորմելի է մեր ժողովրդի վիճակը, չի կարելի։ Հարկավոր է, որ իրենց ծառայողական մեքենաների պատոհաններից իջնեն, մեքենաներից քայլեն, շրջեն, ժողովրդի հոգսին տեղյակ լինեն, հասկանան ինչ ողբերգական վիճակում են մեր ժողովուրդը, եթե սահմանում են 60,000 դրամ աշխատավարձ պետական համակարգի աշխատողին եւ տարեկան ուսանողի վարձը 1,5 միլիոն, 2 միլիոն, ուզում եմ հասկանամ դա որ լոգիկայով է։ Եվ մեծ ցանկություն ունեմ այդ ընտանեկան զամբյուղը, որ իրենք կազմում են շարքային քաղաքացու համար, սիրով տրամադրել իրենց եւ իրենց ընտանիքներին եւ ասել գոյատևեք 1 ամիս, վճարեք կոմունալ վճարումները, կենցաղը հոգացեք, սնունդը, ամեն ինչը, ու դրանից հետո կարծիք հայտնեք հասկանամ, ուզում եմ հասկանամ դա որ լոգիկայով է էլի արվում, բայց մեծ համակարգս եմ հայտնում մեր վարչապետի հասցեին, բանիմաց, գիտակ, խելացի, ցավում եմ ուղղակի, որ մի ծաղկով գարուն չի գա, պետքա թույլ տան, որպեսզի իր բոլոր մտահղացումները, ցանկությունները իրականացնի։